Գիտեք, որ այս տարի ընդհանրական եկեղեցին տոնախմբում է 325 թվականին տեղի ունեցած առաջին տիեզերաժողովի 1700-ամյակը, որին մասնակցել են 318 հայրապետներ։ Այս տիեզերաժողովը ոչ միայն առաջինն էր քրիստոնեության պատմության մեջ, այլև կարևորագույնը, որը նախանշեց փիլիսոփայական եւ աստվածաբանական մտքի հետագա զարգացումը։ Նիկեայի տիեզերաժողովը դատապարտեց արիոսականությունը եւ հռչակեց ուղղափառությունը։ Հայոց եկեղեցուց այս տիեզերաժողովին մասնակցեց Սուրբ Գրիգոր Լուսավորչի կրտսեր որդին, Սուրբ Արիստակես հայրապետը, Հայաստան բերելով նիկեական հանգանակը եւ կանոնները։ Ագաթանկեղոս պատմիչի վկայության համաձայն այս կանոններին նորերը ավելացրեց Սուրբ Գրիգոր Լուսավորիչը, կարգավորելով հայոց եկեղեցու ներքին կյանքը։ Հավատո հանգանակն ենք ամեն անգամ ասում յուրաքանչյուր Սուրբ Պատարագի եւ մկրտության ծեսի ժամանակ։ Նիկեայի տիեզերաժողովը մեզ հիշեցնում է 3 կարևոր բաների մասին։ Առաջին՝ եկեղեցիների բաղձալի միության։ Երկրորդ՝ ուղղափառ դավանանքի պահպանության անհրաժեշտության եւ այն մաքուր ձևով մեր սերունդներին փոխանցելու մասին։ Եվ երրորդ՝ մեզ կրկին հիշեցնում է, որ մենք հայոց եկեղեցու զավակներս ընդհանրական եկեղեցու մեկ մասն ենք, առաքելական հաջորդականությամբ, սրբազան ավանդությամբ եւ ծեսով։